տրիգերը եղավ, երբ երրորդ նախագահան ընտրվեց վարչապետ։ Ակնհայտ է, չէ՞, որ տրիգերը դա էր։ Իմաստի հարց է առաջանում, իսկապես ոնց եղավ, որ դուք չգնահատեցիք իրական լարվածության աստիճանը։ Այդ հարցը կային, ուրեմն չգնահատվեց։ Լավ, աղցից են չէին զեկուցում, կամ հանրապետականներ 150,000 մարդ կա, մարզային կառույցներով եւ այլն, իրենք չէին ասում, որ կա լարվածություն։ Իմ տպավորությամբ 17 թվականի խորհրդարանական ընտրությունները, որի բեռը հիմնականում sense քաշող բեռը եղել է Կարեն Կարապետյանի վրա, հանգստացրեց, ասացին, հա, այս ինչ որ եղավ անցավ, եւ հնարավոր է շարունակել։ Իմ տպավորությունը սա, իմ գնահատականը սա է։ Եվ այն ժամանակ երևի թեկուզ կար խոստում, որ այլևս պաշտոն չեն զբաղեցնելու, այնուամենայնիվ երրորդ նախագահը որոշեց ընտրվել վարչապետ։ Եվ սա պայթեցրեց վիճակը, ուրեմն լատենտային այդ լարվածությունը մնում էր, մարդիկ հույս ունեցան, որ սա կփոխվի, վերջ իշխանությունից են հոգնում մարդիկ, որ երկար լինում հոգնում են։ Հեսա Կարեն Կարապետյանը կգա եւ բան կփոխվի, ինչ որ հույսերը առաջացրել եւ պարզվեց, որ ոչ։ Սա վիճակը պայթեցրեց։ Այդ տրիգերը սա էր։